Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանին։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, Երևանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Մոսկվան բարձր է գնահատում հաղթանակի զորահանդեսին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, չնայած արևմտյան պաշտոնյաների սպառնալիքներին։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը, ինչ ուղերձեր սրանով Լավրովը փոխանցում եւ այս կապակցությամբ իրարամերժ գնահատականների պակաս չունենք դաշտում։ Այս պայդրությամբ Ռուսաստանի սպասելիքները Հայաստանից բավականին ցածր են, այսինքն Հայաստանից զորախումբը չի մասնակցել եւ այստեղ մենք ունեցանք միայն Փաշինյանի այցը, բայց այս պայդրությամբ Ռուսաստանի սպասելիքը այնքան է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկի եւ ընդհանուր առմամբ գոնե մակերեսային տեղավորվի ռուսական օրակարգի մեջ, որը այդ թվում ներառում էր մայիսին Մոսկվայում գտնվելը։ Եվ դա ֆիքսվեց Ռուսաստանի կողմից որպես դրական քայլ։ Իսկ եթե ամփոփենք ընդհանուր առմամբ այցը Լավրովը հենց այս օրակարգով էր ժամանել Հայաստանն այս ակնկալիքների, այսքան հակառուսական քայլեր չձեռնարկելու օրակարգներ գլխավորապես իր այցի հիմքում։ Մեծ հաշվով այո, բայց կարծում եմ, որ առհասարակ այս պայդրությամբ բավականին շատ ժամանակ է անցել, ինչքան շփումը կողմերի միջև թուլացած մակարդակում է, պակասներ կան, իրար հասկանալու կարիք կա, նոր փոփոխություններ կան տարածաշրջանային քաղաքականության մեջ, թե ինչպես են կողմերը արձագանքում, սա էլ է կարևոր, եւ պարզ է, որ նաեւ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական այսպես կոչված գործընթացների հետ կապված Ռուսաստանը ունի թե կարծիքներ, թե մասնակցության ցանկություն, եւ օրակարգը երևի սա է լինելու։ Ես հենց սրան եմ ուզում անդրադառնանք, ռուսական կողմը հայտնել էր, որ հենց հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները պետք է լինի այցի առաջնահերթությունների թվում։ Ձեր գնահատմամբ սա ինչ է նշանակում եւ հնարավոր համարում եք, որ այցից հետո այս գործընթացներում օրինակ ինչ-որ շոշափելի զարգացումներ մենք ականատես լինենք։ Այս պայծությամբ նման ակնկալիք չունեմ, որովհետեւ ակնհայտ է, որ թե Փաշինյանը, թե Ալիևը ուզում են շարունակել որպես հիմնական բանակցային դաշտը դիտարկել արևմտյան դաշտը։ Օրինակ, մենք տեսել ենք, որ եվրոպական քաղաքական այս միավորման ժամանակ Տիրանայում, Ալբանիայում հանդիպել են Փաշինյանը ու Ալիևը ու Փաշինյանը ու Էրդողանը։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ Ալիևը չգնաց Մոսկվա, որպեսզի այդտեղ Փաշինյանի հետ չհանդիպի, Փաշինյանը դրանից շատ տխուր էր, եւ հետո հանդիպեցին Տիրանայում եվրոպական դաշտում։ Այսպիսով այս իրավիճակը դեռ չի փոխվում, բայց Ռուսաստանը ամեն դեպքում այդ օրակարգը փորձելու է առաջ տանել, որովհետեւ մի բան պարզ է։ Անկախ նրանից, թե կողմերի համար ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ կան, այս պայդրությամբ սա երկրորդական հարց է, ամենակարևոր հարց է համենայն դեպս միջնորդների համար, թե ով է միջնորդը խաղաղության գործընթացի ընթացքում, որովհետեւ ով է միջնորդը, նա էլ սահմանում է ֆրեյմվորքը կամ խաղի կանոնները այս տարածաշրջանում եւ նա է լինելու հիմնական դոմինանտը մեծ ուժերի միջև։ Այսինքն այնուամենայնիվ հակված է կարծել, որ հնարավոր փաստաթուղթը, որը եթե կստորագրվի, այսինքն միջնորդների մասնակցությամբ պետք է ստորագրվի, այլ ոչ թե երկկողմ ձևաչափով, որը վերջին տարիներին թե Հայաստանը, թե Ադրբեջանը նախընտրում են։ Չէ, երկկողմը ընդհանրապես անիրատեսական է եւ անլուրջ է, ճիշտ ասած, որովհետեւ այստեղ մի քանի բան կա։ Նախ դա հիմնականում Ադրբեջանի թելադրանքով է տեղի ունենում, Հայաստանը ավելի շուտ հակված է, որպեսզի միջնորդներ լինեն։ Երկրորդը այս երկկողմը կեղծ երկկողմ է, որովհետև մենք անընդհատ լսում ենք, որ Էրդողանը իր կարծիքն է արտահայտում Ալիևի վերաբերյալ, Ադրբեջանի վերաբերյալ, հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ, որոնք բավականին դրական հայտարարություններով է հանդես գալիս։ Ալիևի նկատմամբ պարզ է։ Եվ օրինակ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել է օրինակ Ջերմուկի ուղղությամբ, բայց ոչ միայն Ջերմուկի ուղղությամբ, այդ ժամանակ սեպտեմբերի 18-ն էր, եթե ես չեմ սխալվում, երբ որ Էրդողանը արդեն արտահայտում է հետևյալ կարծիքը, որ արդեն Ադրբեջանը ավարտում է իր ռազմական օպերացիան Հայաստանի դեմ։ Այսինքն Էրդողանն է ավարտում ավարտի մասին, հայտարարում ավարտի մասին։ Այսինքն Էրդողանն է նախաձեռնել այս գործընթացը։ Այսինքն Էրդողանն է կառավարում Ադրբեջանի պահվածքը եւ երրորդ կողմը, որը
անշուշտ մասնակցում է այդտեղ, դա Թուրքիան է։ Առավել եւս, որ Հայաստանի ղեկավարությունն էլ երկկողմանի ոնց որ բանակցային տրեք է վարում եւ Թուրքիան էլ պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով հայ-թուրքական հարաբերությունները։ Սա էլ է կեղծ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ սա երանգյունն է, որտեղ Հայաստանը միաժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ է հանդես գալիս նման բանակցություններում։ Իսկ այստեղ արդեն ստացվում է, որ եթե առաջ միջնորդները եղել են Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ-ն, որոնք երեքն էլ այս թե այն ձևով զսպում էին Թուրքիային, ապա հիմա նրանց դուրս բերումը, այսինքն Մինսկի խմբի դեմ գործողությունները, որը միշտ ձեռնարկում է Ադրբեջանը, նրանց դուրս բերումը բանակցային գործընթացից Հայաստանի համար միայն կործանարար է եղել։ Այսպիսով ես կարծում եմ, որ առանց միջնորդի բանակցությունը նախ Հայաստանին ձեռնտու չէ, երկրորդը դա կեղծ թեզ է, որովհետև Թուրքիան միշտ մասնակցում է այդտեղ։ Իսկ կարող ենք ասել, որ բանակցությունը հենց Թուրքիայի միջնորդությամբ են տեղի ունենում։ Ես կասեի Թուրքիայի խաղի կանոններով, Թուրքիայի տրամաբանությամբ եւ ինչ որ չափով նույնիսկ Թուրքիայի միջնորդությամբ, որովհետեւ Տիրանայում օրինակ Էրդողանը հայտարարել է, որ նա է հավաքել Ալիևին ու Փաշինյանին, այսինքն նույնիսկ չի էլ թաքցնում։ Այսինքն բոլոր խոսքերը, որ Հայաստանը առանց միջնորդների եւ այլն, սա ուղղակի միջանկյալ քայլ է, որպեսզի ռուսական կամ եվրոպական միջնորդությունը, հատկապես ռուսականը, տեղափոխվի թուրքական դաշտ։ Եվ իդեպ մենք տեսնում ենք դա նաեւ ուրիշ ձևաչափերով, այսինքն ասում են Հայաստանը Ռուսաստանից կախվածություն ունի եւ միանգամից Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է զարգացնենք, այսինքն Ռուսաստանի հետ փոքրացնենք, Թուրքիայի հետ ավելացնենք, նույնն էլ անվտանգային, նույնն էլ բոլոր ուրիշ դաշտերում, այսինքն տեղի է ունենում գործընթացը, որտեղ Ռուսաստանը փոխանակում է Թուրքիայով, այս տարածաշրջանում եւ նաեւ Հայաստանում։ Ռուսաստանից ունեցած կախվածությունը փոխարինում ենք Թուրքիայից ունեցած կախվածությամբ մեծացնելով։ Ավելին ասեմ, Ռուսաստանից մենք միայն կախվածություն չունենք, Ռուսաստանի հետ մենք ունենք եւ ունենք համագործակցություն, որը երկու կողմերի Հայաստանի համար հսկայական ձեռքբերումներ են եղել, թե գումարային, թե անվտանգային, թե ուրիշ դաշտերում։ Թե ինչու քչացավ, թե ինչպիսի ինտերվենցիաներ եղան տարբեր մյուս կողմերից, որպեսզի դա տեղի չունենա, հատկապես հենց Թուրքիայի կողմից, սա ուրիշ հարց է, թե ինչպես թերացան, թե Ռուսաստանը, թե Հայաստանը, սա եւս ուրիշ հարց է, բայց ամեն դեպքում հայ-ռուսական հարաբերությունները դա ուղղակի կախվածություն չի, դա հիմնականում երկկողմանի եւ երկու կողմի համար ձեռնտու գործընթաց է եղել։ Կարծում եմ ավելի շատ Հայաստանի դրա համար էլ հենց օրինակ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը, անգամ իշխանությունները հայտարարում են, որ չեն քննարկում նման հեռանկար։ Խոշոր հաշվով այո, բայց պարզ է, որ Ռուսաստանին եւս, որովհետեւ Ռուսաստանի համար այս վերջի 30 տարվա ընթացքում ձեռնտու էր, որպեսզի Հայաստանի կողմից ինքը ապահովված լինի, բայց պարզ է, որ ապագայում պայմանները մի քիչ ավելի խստանալու են։ Պարոն Միքայելյան, Լավրովը այսօր Երևանում հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հնարավոր փաստաթուղթը պետք է հիմնված լինի նոյեմբերի 9-ի եւ 2020-2022 թվականի եռակողմ հայտնի համաձայնությունների հիման վրա։ Մենք կարող ենք այստեղից եզրակացնել, որ եթե պայմանագիր օրինակ արևմտյան հարթակներում ստորագրվի, ռուսական կողմը չի ճանաչի դա եւ կփորձի ամեն կերպ խոչընդոտել դրա իրականացմանը, թե այստեղ ամեն դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի համակերպվել իրողությունների հետ։ Ռուսաստանը անշուշտ համակերպվել է իրողությունների հետ, ընդհանրապես այս հայտարարությունները ինչի մասին են։ Մենք մի փաստ ունենք, նոյեմբերի 9-ի թուղթը, ինչքան էլ խնդրահարույց էր, այս պայմանությամբ առ ոչինչ է, որովհետև առարկա չկա, որի մասին դա ստորագրվել է։ Եվ Արցախի իմ կարծիքով Հայաստանի ղեկավարությունը իհարկե պետք է դներ, համենայն դեպս եթե Հայաստանը ազգային ղեկավարություն ունենա, պետք է դնի հարցը հետևյալ կերպ։ Նոյեմբերի 9-ի եւ հետագա պայմանավորվածությունները կնքվել են ամբողջ հայ-ադրբեջանական օրակարգի շուրջ, բայց զգալիորեն հենց Արցախի շուրջ։ Պետք է վերականգնվի Արցախային կարգավիճակում, որտեղ այն եղել է նոյեմբերի 9-ի ստորագրման օրը, եւ այդ պարագայում, այսինքն բնակչությունը վերադարձվի։ Ուզում եք պետք է մինչև 9-րդ կետը մյուս կետերը կատարեք, սա եք նշում։ Այո, բայց խոսքը 9-րդ կետի մասին էլ չի այդքան, ինչքան Ռուսաստանը ուղղակի ուզում է, որ իր բանակցային տրամաբանությունը շարունակվի, որովհետև պարզ է, որ անցել են կողմերը արևմտյան հարթակ, եւ այո, պետք է Հայաստանը որպես պայման դնի այդ վերադարձնել արցախցիներին Արցախ, ստեղծել պայմաններ, որպեսզի դա
անխոչնդոտ այդտեղ ապրեն, գործեն եւ այլն, որպեսզի այդտեղ հայկական ինքնավարություն լինի առանձին Ադրբեջանից եւ դրանից հետո միայն խոսանք արդեն այդ պայմանավորվածությունների մասին։ Ուրիշ բան, որ առհասարակ եթե Ռուսաստանը ուզում է ռուսական միջնորդություն լինի, այստեղ արդեն պետք է խոսել թե ինչ պայմաններ, որովհետև ցավոք սրտի երբ որ 2022 թվականին Հայաստանի ղեկավարությունը կատարեց ընտրություն իօկուտ արևմտյան հարթակի, բրյուսելյան հարթակի պայմանների մասին չէին մտածում, որովհետև այդ ժամանակ բրյուսելյան հարթակը ենթադրում էր, որ Արցախից Հայաստանը պետք է հրաժարվի։ Ինչն էլ տեղի ունեցավ Պրահայում 22 թվականի հոկտեմբերին։ Այո, անմիջապես սեպտեմբերյան փոքր պատերազմից հետո։ Այսինքն սա որպես արդարացում եղավ, որ ահա տեսեք հարձակվում է Ադրբեջանը, Ռուսաստանը ունակ չէ կամ չի անում ոչ մի բանը, հատկապես Ռուսաստանը Խարկովում ոնց որ պարտություն է կրում եւ այս շատ լավ ֆոն է, որպեսզի փոխենք դաշտը, բայց այդ ժամանակ Փաշինյանը գնում է եւ պատմական նշանակության քայլեր է ձեռնարկում, իդեպ ինչի մասին նաև հետո խոսեց Բորելը, որը ասեց Փաշինյանը, նրանք հիմա փորձում են ամեն կերպ ներկայացնել, որ դա միշտ է այդպես եղել, այսինքն ինչ էլ Փաշինյանը անում է, դա միշտ է եղել կամ նախկիններն են արել, բայց իրականությունը հետևյալն է։ Բորելը, որը եղել է Եվրամիության արտգործերի կոմիսարը այդ ժամանակ, նա հայտարարել է 2023 թվականին, որ Փաշինյանը առաջին Հայաստանի ղեկավարն է, հունիսին 2023 թվականին հայտարարել, որ Փաշինյանը առաջին Հայաստանի ղեկավարն է, ով ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Իսկ դուք նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի վերականգնումը ներկայիս իրողությունների պայմաններում ձեր նշած օրինակ ինքնավարության տարբերակը, որը արցախցիներին կարող է տրամադրվել, որքանով է իրատեսական համարվում, Ադրբեջանը կգնա ներկայիս փուլում դրան, ինչը պետք է ստիպի, որ նա գնա դրան հատկապես։ Այսօրվա դրությամբ դա իրատեսական չէ, Ադրբեջանը կարող է դրան գնալ միայն այն պայմաններում, եթե Թուրքիայի աջակցությունը էականորեն թուլանա։ Այդ պարագայում պետք է նաև Թուրքիան թուլանա։ Սա արդեն մեզանից կախված չէ, բայց նաև քայլեր կան, որոնք մեզանից կախված են։ Օրինակ ինչ կարող ենք մենք անել Ադրբեջանին նոյեմբերի 9-ի ստատուս քվոին վերադարձնելու համար։ Ես կասեի, որ մենք ոչ թե այդ ուղղությամբ պետք է աշխատենք, այլ մենք պետք է նախ աշխատենք այն ուղղությամբ, որ եթե օրինակ ստեղծվեն դրական պայմաններ, որպեսզի մենք կարողանանք իրագործել խնդիրները։ Այսինքն արցախցիների ինտեգրման տրամաբանությունը հայկական հասարակության մեջ պետք է լինի ուրիշ կերպ։ Այս պայմանությամբ ինչ է տեղի ունենում։ Հա, արցախցիների կամ գնալն է նպաստվում, կամ իրանց ուղակի հասարակության մեջ զուլվելն է նպաստվում։ Այս պետք է նպաստել ադապտացմանը, որպեսզի նրանք այո Հայաստանում իրենց տեղը գտնեն, բայց որպեսզի իրանք ամուր իրար հետ կապ պահեն, որպեսզի պետքական պահին հնարավոր լինի վերադարձնել արցախցիներին Արցախ։ Սա մեկ։ Երկրորդը պետք է իհարկե ուժեղացնել հայկական բանակը, հիմնականում դրոններով այս պայմանությամբ, եւ դրոնների քանակը, որը բանջում է այսօրվա դրությամբ մեզ, դա մոտավորապես 3-400 հազար եւ պետք է շատ լուրջ արդյունաբերական հզորություններ ստեղծվեն, որովհետեւ պետք է գիտակցենք, պատերազմը ամեն դեպքում լինելու է եւ դիտարկել պատերազմի դաշտը որպես ուղակի ցամաքային զորքերի տեղափոխում եւ այլն, սա սխալ է։ Ռուսական եւ ուկրաինական այս կողմերից եթե դիտարկենք ինչա տեղի ունենում, ապա մենք տեսնում ենք, որ հիմնականում դրոնների պատերազմ է տեղի ունենում։ Եթե մենք զինվորներով շարունակենք պայքարել, մենք ուղակի անիմաստ կորուստներ ենք ունենալու։ Ձեր նշածը դրամաբանական է, պարոն Միքայելյան, բայց հենց այս օրերին ազգային ժողովում նախագիծ է քննարկվում իշխանական падգամավորներից մեկի կողմից, որով առաջարկվում է 18 տարի լրացած քաղաքացիներին 15 միլիոն դրամ վճարել եւ 6 ամիս ծառայել բանակում եւ 20 միլիոն դրամ վճարել կամ ու դրա փոխարեն 1 ամիս ծառայել։ Ինչպես եք վերաբերվում այս նախաձեռնությանը։ Իրականում մեծ հաշվով ինչ է տեղի ունենում։ Եղած համակարգը, որը մեծ հաշվով մեծ գումարների արկայության պայմաններում մարդիկ նույն գումարը տալիս են կաշառքի տեսքով, հիմա այդ կաշառքը օրինականացվում է։ Եվ տրամաբանությունը ուղղակի ընդգծվում է, որ այսինքն կաշառքը նորմալ է, ուղղակի եթե դու պետության ես մուծում։ Ես այստեղ մի քիչ ուրիշ ձև կդիտարկեի համակարգը, առհասարակ ինչպես անել, որպեսզի adekvat բանակ ունենանք եւ որտեղ նաեւ ծառայությունը լինի նորմալ։ Պետք է պայմանների հետ աշխատել լուրջ, պետք է ենթակառուցվածքների հետ աշխատել լուրջ, դիսցիպլինայի հետ աշխատել լուրջ եւ պետք է նաեւ ռազմական կրթություն, որը մարդիկ այդտեղ ստանում են, որպեսզի adekvat լինի։ Եվ եթե բանակը լինի adekvat պայմաններին եւ
թե միջադեպերի քանակը կչանա եւ այլն, նախ ցանկությունը շատ ավելի քիչ է լինելու։ Երկրորդը իմ կարծիքով կաշառքների օրինականացման ճանապարհը ճիշտ ճանապարհը չէ, եւ առհասարակ մենք չպետք է մտածենք պատերազմի մասին 20-րդ դարի տրամաբանությամբ։ Մենք արդեն վարվել ենք դրա վրա 2020 թվականին, չնայած որ ընդգծեմ, որ դեռ 2018 թվականից նախաձեռնվել է նոր բարեփոխում եւ նոր վերազինում բանակի, որը Փաշինյանը հետո չեղարկել է։ Եվ այստեղ մենք հետ ընկանք էականորեն եւ հիմա ել ավելի հետ ենք ընկնում, որովհետեւ եթե դիտարկենք այն ենթակառուցվածքները, որոնք սահմանին կան, մենք տեսնում ենք, որ այստեղ լուրջ խնդիրներ կան։ Բայց ամեն դեպքում ես շատ չեմ խորանա բանակի հարցերի մեջ, որովհետև ռազմական փորձագետներ կան, ուղղակի ուզում եմ ասեմ, որ էական փոփոխություններ են պետք, որպեսզի բանակը լինի adekvat եւ որպեսզի նման քննարկումներ երկրորդ պլանի մղվեն, իսկ առաջին պլանի մղվի այն հարցը, թե ինչքանով բանակը լուծում է անվտանգային խնդիրը երկրի։ Հա, այս խնդիրը պետք է դիտարկվի եւ սկսել են հայտարարել, որ անվտանգությունը միայն բանակը չէ, միայն զինված ուժերը չեն։ Անվտանգությունը անշուշտ միայն բանակը չէ, բայց ցավոք սրտի այս հայտարարությունները մի քիչ ուրիշ նպատակ ունեն։ Նրանք մենք տեսնում ենք, որ սկզբից ասելով անվտանգությունը միայն բանակը չէ, միանգամից տեղափոխվում է ուրեմն ուրիշ բան է, ուրեմն ոչ թե բանակն է, այլ ուրիշ բան է, այսինքն բանակը ընդհանրապես դուրս է մղվում։ Բանակը անվտանգության կորիզն է, բայց լիքը էլեմենտներ կան եւ պետք է լինեն, որոնք չեն թույլ տալիս, որպեսզի գործը հասնի պատերազմին։ Եթե մենք դիտարկենք, թե ինչպես հասանք 2020 թվականին պատերազմին, ապա այստեղ առաջին քայլը այն է, որ Փաշինյանը ասեց, որ ես իմ զորական կետից եմ սկսում բանակցությունները։ Նա տապալել է բանակցային գործընթացը, հրաժարվել է մեր դիվանագիտական դիրքերից եւ չեղարկել է մեր անվտանգային ավելի ճիշտ վերազինման ծրագիրը։ Դրանից հետո հայտարարում է Արցախը, Ադրբեջանը եւ վերջ, պաշտպանության նախարարը նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այո, բայց արանքում նաև փչացրել է հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի հետ եւ բազմաթիվ սիգնալներ, որոնք եղել են, որ պատերազմը լինելու է կամ կարող է լինել, անտեսել է, որի արդյունքն է սա։ Այսինքն այս հայտարարությունները ես կասեի դրանք երկրորդական են, այո, դրանք պոպուլիստական են, բայց երկրորդական են, իսկ առաջնային այն է, որ իրական անվտանգային ռիսկերի Պարագայում Փաշինյանը ամեն ինչ արեց, որ վերջում հասանք պատերազմին։ Եվ այո, դիվանագիտությունը, պետության բոլոր համակարգերը պետք է աշխատեն, որ բանակը լինի ամուր մի կողմից եւ մյուս կողմից բանակը ստիպված չլինի պատերազմել։ Մենք ինչ ենք տեսնում, անդադար Հայաստանի վրա հարձակվում են, անդադար կորուստներ ունենք եւ բանակում ծառայելը դարձել է հավասար կորուստների հետ, մահի հետ եւ այլն, այդպես պետք է չլինի։ Այո, դա ինչ որ ծայրահեղ վիճակ է, որ կարող է լինել, բայց այդպես պետք է չլինի։ Եվ այդ մտածելակերպ ընդհանրապես չկա։ Իսկ ինչ մտածելակերպ կա։ Հիշենք Աննա Հակոբյանի հայտարարությունը 2019 թվականի արված հազարավոր տղաները զոհվել են ոչինչի համար։ Հանուն ոչինչի։ Եվ այդ հանուն ոչինչի ոչ թե 90-ականներին է վերաբերվում, այլ 2020-ին, երբ որ իրանք դա իսկապես իրագործել են, այսինքն նրանք փորձել են ուղիղ զուգահեռ անցկացնել հանուն ոչինչի եւ բանակի միջև։ Եվ դա այդպես էլ դարձավ, եւ մենք տեսնում ենք նաեւ հասարակության մեջ բանակի նկատմամբ վերաբերմունքը էականորեն փոխվել է տարբեր հացումներով, արդեն վստահությունը նվազել է եւ այլն, որը կանխատեսելի է այս իրավիճակում։ Քաղաքականության արտացոլումն։ Այո, իհարկե։ Պարոն Միքայելյան, ընդդեմ Լավրովի այցի որոշ ուժեր այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստանում, տարբեր վայրերում, օդանավակայանի դիմաց, Ռուսաստանի դեսպանատան դիմաց եւ այլն, եւ հասկանում ենք, որ սա տեղի է ունենում ոչ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության, եւ տեսնում ենք, թե որ ուժերն են այդ ակցիաները իրականացնում։ Ձեր դիտարկմամբ սա ինչ նպատակով է արվում եւ նման ակցիաների կազմակերպումը ինչ կարող է տալ նույն Նիկոլ Փաշինյանին։ Դա սովորական արևմտյան ձևաչափն է գործողությունների։ Մենք կարող ենք հիշել, երբ 2019 թվականին հիմա նրանք ասում են, այ ժողովուրդը չի սիրում ռուսներին, որովհետև Ռուսաստանը մեզ ճոկնեց եւ այլ։ 2019 թվականին հոկտեմբերին, երբ որ ԵԱՏՄ-ի, եթե չեմ սխալվում, գաղթաժողով ա եղել Երևանում, ուրեմն Պուտինի այցի ժամանակ Պուտինը մոտենում է Բաղրամյանով, եթե չեմ սխալվում, եւ այդտեղ վազում են վրացի ինչ որ լրագրողուհիներ, որոնք գոռում են Պուտին ուբիցա եւ այլ։ Հիմա այդ ժամանակ ինչի վրա են նեղացած եղել։ Այսինքն սա սովորական արևմտյան ձևաչափ է, որոնք վարձատրում են մարդկանց, որպեսզի նրանք այդպիսի հիստերիկաներ կազմակերպեն, որ հետո դա ներկայացվի իբրև հասարակական կարծիք։
Եվ դա մենք տեսանք։ Հիմա արդյոք Փաշինյանը դրա մեջ մասնակցում է։ Հեսա գամ դրան։ Արդյոք Փաշինյանը դրա մեջ մասնակցում է։ Անկասկած, որովհետև եթե մենք տեսնում ենք, որ Փաշինյանը որոշ քաղաքական գործիչների կամ փորձագետների կամ քարոզիչների հետ անընդհատ հանդիպում է։ Դրա մասին նույնիսկ պաշտոնական հաղորդումներ բավականին հաճախ են եղել եւ հավաստիացնում են, որ այդ հանդիպումները գրեթե ամեն շաբաթ են տեղի ունենում։ Այսինքն նա հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր հետո դա կազմակերպում են։ Հիմա կամ նա նրանց ասել է, որ դա արեք, կամ նա նրանց ասել է, որ թույլ կտանք, կամ նա, այսպես ասած, նրանց հետ համաձայնեցրել է, այո, ընդհանուր համաձայնել է, թե ինչ են անելու։ Եվ ինչ նպատակ ունի սա։ Նպատակ ունի Ռուսաստանի համար այս տարածաշրջանում քաղաքականության գինը բարձրացնելու։ Այսինքն, պայմանական ասենք, եթե Ռուսաստանը, որպեսզի այս տարածաշրջանում որևէ քայլ ձեռնարկի, պետք է ծախսի պայմանական $100, ապա այս գործողությամբ այդ գինը բարձրացում է, որովհետև հետո ցանկացած պարագայում կարող է հոդված գրվել կամ կարող է բանակցությունների ընթացքում ասվել, այտես Լավրով, դու գնում ես Երևան, իսկ ես այսպես պլակատներով դիմավորում են։ Այսինքն Փաշինյանի իշխանությունը իր գինն է բարձրացնում Ռուսաստանի առաջ։ Ոչ թե իր, այլ արևմուտքի կողմից։ Այսինքն օրինակ Ռուսաստանի միջամտության, այդ թվում Արցախյան հարցում գինը անընդհատ բարձրացվել է մինչև 2023 թիվ, որը նաև բերել է, որպեսզի Ռուսաստանը չմիջամտեց։ Ուրիշ հարց, արդյոք Ռուսաստանը միջամտելու էր, եթե Հայաստանը շատ ճիշտ քաղաքականություն էր ձեռնարկելու։ Կարծում եմ այո, բայց նույնիսկ եթե ոչ, ապա այստեղ մենք պետք է մի բան գիտակցենք։ Մենք մեր կողմից պետք է ճիշտ քաղաքականություն վարենք, եւ հետո արդեն նայենք, թե ուրիշները ինչ քաղաքականություն են վարում։ Եթե մենք մեր կողմից սխալ քաղաքականություն ենք վարում, մենք ասելով Փաշինյանի կառավարությունը նկատի չունեմ, բայց նկատի ունեմ տեսականորեն Հայաստանը պետք է ճիշտ քաղաքականություն վարի, որ հետո արդեն ճիշտ արձագանք ստանա, հա։ Եվ այստեղ ինչ է ստացվում, այսինքն անընդհատ գինը բարձրացում է, ամեն ինչ արվում, որպեսզի Ռուսաստանը ինչքան հնարավոր է չմասնակցի, որպեսզի հետո Լավրովը չուզենա Հայաստան գալ։ Պուտինը կարող է Հայաստան գալ։ Կարծում եմ այո։ Ոչ։ Հայաստանը Հռոմի ստատուտին է միացել։ Դե մենք տեսանք, որ Պուտինը Մոնղոլիա այցելեց, բայց Մոնղոլիան չձերբակալեց։ Մոնղոլիան ուրիշ հայկական կողմն էլ է հայտարարում, որ կարող ենք նման երաշխիքներ տրամադրել, որ Ռուսաստանի նախագահը չի ձերբակալվի։ Ես չգիտեմ, համենայն դեպս դա պարզ չի ասվել, դա ասվել է տենց մոտավոր։ Պետք է պարզ ասվի, որ մենք կարող ենք ընդունել եւ նման վճիրը հաշվի չենք առնելու, հա, օրինակ։ Բայց եթե օրինակ նա այցելի եւ սկսելու են տարատեսագործողությունը, դա քննարկվել է դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանը միանում էր Հռոմի ստատուտին, ապա այստեղ կարող է խնդիր լինի։ Այսինքն փորձում են ուղղակի Հայաստանը Ռուսաստանից հեռացնել ինչքան հնարավոր է։ Նորից եմ ասում, Ռուսաստանի քաղաքականությունը մի կողմ, Հայաստանի քաղաքականությունը ուրիշ կողմ։ Մենք պետք է դիտարկենք մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում, որոնք նպաստում են հետագա Հայաստանի ավելի դրական միջավայրին եւ դրական հարաբերությունների ուրիշ երկրների հետ։ Այսինքն այս քայլերը, օրինակ, հա, այս քայլերը բերում են Հայաստանի համար ավելի լավ վերաբերմունքի աշխարհում։ Տվյալ դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում ենք։ Սա է նպատակը։ Պարոն Միքայելյան, Լավրովի այցին զուգահեռ Հայաստանում է նաև Իրանի պաշտպանության նախարարը։ Արդյոք այս երկու այցերը փոխկապակցված են եւ եթե այո, ապա ինչ նպատակով։ Արդյոք ինչ որ բան պետք է նրանք պայմանավորվեն ու դա տեղի է ունենում Հայաստանում։ Տեսեք, մի կողմից մենք դրա մասին տեղեկություն չունենք եւ դրա համար սպեկուլյացիաներով չեմ զբաղվելու։ Ես կասեմ ավելի տեսական։ Կարող է նման բան լինել ձեր դիտարկմամբ։ Այստեղ խոսամ տեսական կողմից, կարող է նման բան լինել եւ Հայաստանը կարող է ընդհանրապես բավական լավ բանակցային դաշտ լինի, հատկապես Ռուսաստանի եւ Իրանի համար։ Հիշեցնեմ նաեւ, որ 2 տարի առաջ եղել է պահը, երբ որ բավականին փոքր տարբերությամբ ժամանակային եւ որոշ դեպքերում նույնիսկ զուգահեռ Հայաստան այցելել են հատուկ ծառայությունների ղեկավարները Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, բարձրաստիճանի պաշտոնյաները Ամերիկայից եւ նաեւ Իրանից, հա, այսինքն ինչ որ գործընթաց կար։ Այս պայծությամբ ես չգիտեմ ինչ գործընթաց կա, ինչ քննարկումներ կան, արդյոք կա հանդիպում թե ոչ, չեմ կարծում, որ Լավրովը կարող է Իրանի պաշտպանության նախարարի հետ հանդիպել, այնպես որ ոչ մեկ չիմանա Երևանում, հա։ Համենայն դեպս եթե նման հանդիպում լինի, ապա մամուլում մենք դրա մասին կտեղեկանանք, բայց գուցե ինչ որ որպես դաշտ Հայաստանը կարող է հանդիսանալ, բայց դա նաև կախված է Հայաստանից։ Այսինքն Հայաստանի ներկա իշխանությունները ուզում են, որպեսզի Հայաստանը նման դաշտ հանդիսանա։ Կարծում եմ, որ այդքան էլ չեն ուզում։ Չունեն նման ցանկություն ձեր դիտարկմամբ։ Այո։
Պարոն Միքայելյան, ուզում եմ նաև անդրադառնանք իմպիչմենտի գործընթացին, որը վերջին օրերին քաղաքական դաշտում շատ ակտիվորեն քննարկվում է, անգամ տեխնացուներ եղան, ովքեր պատրաստակամություն հայտնեցին որպես վարչապետի տեխնացու առաջադրվելու։ Դուք որքանով եք այս գործընթացը իրատեսական համարում, մի խորհրդարանում, որտեղ մենք գիտենք, որ ԿՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն, իսկ իշխանական падգամավորներն էլ վերջին շրջանում աչքի են ընկնում իրենց ագրեսիվ պահվածքով ընդդիմադիրների նկատմամբ։ Սկսեմ վերջից, ագրեսիվ պահվածքից եւ իդեպ առաջին հերթին հենց գործող վարչապետի ագրեսիվ պահվածքի մասին եւ կնոջ։ Այո, նաեւ կնոջ, այսինքն մենք ինչ ենք այդտեղ տեսնում։ Հա, այսինքն մենք տեսնում ենք ինչքան ժամանակ անցնում է, այդքան ավելի գրեհիկ եւ ագրեսիվ պահվածք է դրսևորվում։ Եվ իմ կարծիքով այստեղ մենք գործ ունենք ավելի շուտ թուլության հետ, ոչ թե ուժի հետ։ Այսինքն ուժի բացակայությունը, թուլությունը, վախերը իշխանությունները փորձում են, այսպես ասած, փոխարինել այդ ագրեսիայով վերբալ, թե ոչ վերբալ, տարբեր ժեստերով եւ այլն, հա, երբ որ մարդը համոզված չէ, երբ որ մարդը ինչ-որ բանից վախենում է, նա փորձում է անընդհատ ինչ-որ sense ժեստեր անի։ Եվ Փաշինյանը հենց դա է անում, իմ կարծիքով, եւ սա առաջինը, երկրորդը падգամավորները։ Այստեղ եւս խնդիր կա, այսինքն Փաշինյանի իշխանության շրջանում վախեր կան, որ լոյալությունը ապահովված չէ։ Եվ մենք տեսել ենք անցած տարվա սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, բավականին լուրջ փոփոխություններ նաև կադրային քաղաքականության մեջ, նաև ուժային եւ իրավապահ համակարգում SMS-ային պաշտոնանկություններից հետո։ Այո, պաշտոնանկություններ են եղել, նոր նշանակումներ են եղել, այդ թվում բավականին թույլ մարդկանց են նշանակել, որը հենց նրա մասն է վկայում, որ վախեր կան, որ եթե ուժեղ ֆիգուր լինի, այդում օրինակ նախկին ներքին գործերի նախարարը ոստիկանապետ Վահե Ղազարյանը օրինակ համարվում էր բավականին ուժեղ ֆիգուր, որովհետև արդեն քիչ-քիչ հեղինակությունը հավաքել է, հիմա շատ թույլ ֆիգուր է իր տեղը եւ փորձում են թույլ ֆիգուրների միջոցով չեզոքացնել վտանգը համակարգի ներսից։ Եվ դրանով հենց այդ ագրեսիվ պահվածք են դրսևորում։ Սա իմ կարծիքով շատ կարևոր ցուցիչներն են, որ ուրեմն իրենց իշխանությունը իրենց դիրքերի ամրությունը փորձում են ապահովել ուղղակի թույլ մարդկանցով։ Այսինքն նույնը կարող է ԿՊ-ի ներսում լինել եւ գուցե ինչ որ ամրությունը միայն արտակուստ է այդպես թվում, ներսից ինչ որ մարդիկ գտնվեն, ովքեր աջակցեն անվստահության գործընթացին։ Կարող է նման բան լինել։ Այդքան էլ չեմ կարծում։ Չէ, ուղղակի ես ուզում եմ նախ իշխանության շրջանում իրավիճակը գնահատել, նոր հետո անցնել ընդդիմությանը, որովհետեւ սա եւս շատ կարևոր հարց է։ Հիմա իշխանության շրջանում հետեւյալ բան է տեղի ունենում։ Ընդհանրապես մենք գիտենք, որ ցանկացած հեղափոխությունը տեղի ունենում, երբ որ իշխանությունը պարակտված է։ Եվ իշխանությունը կարող է պարակտված լինել եւ հեղափոխությունը չլինել, բայց գրեթե անհնար է, որ հեղափոխությունը լինի, իսկ իշխանությունը պարակտված չլինի։ Եվ այսպիսով իշխանությունները փորձում են այդ պարակտվածությունից ոնց որ խուսափեն։ Բայց մյուս կողմից եւս մի հարց կա։ Եթե իշխանությունը շատ թույլ է, ապա այդտեղ էլ արդեն ինքը դիմագրավելու ունակությունն էլ է կորցնում։ Հիմա Փաշինյանը այդ թուլության եւ պարակտվածության բացակայության միջև ընտրությունը անում է թուլության օգտին եւ ինքը մտածում է ավելի լավ է թող թույլ լինի, բայց չպարակտվի, քան թե որ ուժեղ լինի եւ միամուր գործի։ Բայց ինչ որ մտավախություններ ունենա։ Սա շատ կարեւոր է։ Հիմա ինչ վերաբերվում է արդեն ընդդիմությանը։ Ընդդիմության մեջ այո կան կարծիքներ, որ հնարավոր է իշխանության մեջ ճեղքում ստեղծել եւ մի 20 падգամավոր որպեսի աջակցի։ Իմ կարծիքով այսօրվա դրությամբ դա անլուրջ է։ Չգիտեմ, եթե էականորեն փոփոխված իրավիճակ լինի, դա գուցե փոխի իրավիճակը, բայց այս պայմանությամբ ես դիտարկում եմ իրավիճակը հետեւյալ կերպ։ Նախ, իմպիչմենտի օրակարգը մերելացին է եւ կարծում եմ, որ այս պայմանությամբ, եթե ձեռնարկվի իմպիչմենտը, ապա որևէ հերանեկար չկա, որ impeachment-ին հասնեն ընդդիմադիրները։ Եվ այդտեղ ուրեմն դա լինի ընդդիմության համար հաջորդ պարտություն եւ Փաշինյանն էլ օժտեն եւս 6 ամիս անվտանգության բարձիկներով, որ 6 ամիս էլ որևէ մեկը չի կարող նրան անվստահություն հայտնել, սա էլ իր հերթին ամրապնդելի է։ Սա էական չի, որովհետեւ անվստահությունը իրեն հայտնել ընդհանրապես այս պայմանությամբ հնարավոր չէ եղած սահմանադրական մեխանիզմից ելնելով։ Եղած սահմանադրությունը, որը ընդունվել է 2015 թվականին եւ ուժի մեջ 2018 թվականից,
բոլոր հնարավորությունները է ստեղծում իշխանությունների համար, որպեսզի նրանք իշխանությունը պահեն, եւ գրեթե ոչ մի հնարավորություն չի տալիս այդ իշխանությունից ազատվելու։ Թե ինչու այդպես եղավ, սա ուրիշ հարց է 2018-ին։ Եվ շատ հետաքրքիր է, բայց իմ կարծիքով սա նախորդ իշխանության ամենամեծ սխալներից է, երբ որ ընդունվել է նման սահմանադրությունը։ Շատ խնդրահարույց սահմանադրություն է ամեն տեսանկյունից։ Հիմա ու ցավոք սրտի դա չի ճանաչվել որպես սխալ։ Հիմա գանք այս բանին։ Առհասարակ այսօրվա դրությամբ ընդդիմության մեջ այդ ներքին պայքարը, որտեղ մեղադրում են տարբեր ընդդիմադիր խմբակցություններ, կուսակցությունները իրար մեղադրում են Փաշինյանին բերելու, պահելու եւ այլն մեջ, իմ կարծիքով անառողջ իրավիճակ է եւ պարզ է, որ անհամաձայնություններ կան, բայց պարտադիր չէ այդ անհամաձայնությունները հասցնել հանրությանը։ Այսինքն պետք է եթե ընդդիմությունը ունակ չէ իրար հետ աշխատել, հաշվի առնելով առկա անհամաձայնությունները, ապա ինչպես է այդ ընդդիմությունը օրինակ հաջորդ ընտրություններից հետո ենթադրենք եթե հաղթում է կոալիցիա կազմելու։ Հնարավոր է դա նման ձևաչափում, երբ արդեն իրար, չգիտես ինչի մեջ չեն մեղադրել։ Կարմիր գծերը հատված են։ Կարմիր գծերը դեռ հատված չեն, ես կասեի, բայց արդեն բոլոր դեղին գծերը արդեն հատված են, հա։ Հիմա ինչի մասին է խոսքը գնում։ Այսինքն նախ հիմնական ընդդիմադիր ուժերը երկուսն էլ հիմա սկսել են քիչ-քիչ վարկանիշ կորցնել, որովհետև երբ որ երկուսը իրար հարվածում են, երկուսն էլ ոնց որ լրացուցիչ ստրես են ունենում հանրության ընկալման տեսանկյունից, հա, հերիք չի քննադատությունը գալիս է իշխանությունից եւ իշխանամետ քարոզչությունից, այլ նաեւ ներսից իրար խփոցի։ Այսինքն այստեղ էս մի խնդիր։ Երկրորդ իշխանությունն էլ անելիք չունի, կողքից վայելում է այդ ամենը, ինչ կատարվում է ընդդիմադիրների միջև, այսպես ասած։ Կարող լիներ այդպես, բայց իշխանությունը շատ ակտիվ օգտվում է դրանից, հա, ամեն դեպքում։ Այսինքն ոչ միայն վայելում է, այլ ամեն դեպքում օգտվում է։ Երկրորդ հարցը ընդդիմությունը պետք է ունակ լինի միասին աշխատել։ Եթե ինչ որ մեկը ընդդիմության մեջ մտածում է, որ նրանք միայնակ կվերցնեն իշխանությունը, ապա իմ կարծիքով դա սխալ է։ Դա չի լինելու։ Այսինքն նրանք ամեն դեպքում պետք է կիսվեն, պետք է կիսեն իշխանությունը իրար մեջ, ինչ որ չափով պետք է լինի լայն կոալիցիա Հայաստանում։ Չի լինելու տենց սահմանադրական մեծամասնություն, որևէ մեկը 50+1 չի հավաքելու։ Այո, չի հավաքելու։ Փաշինյանն էլ չի հավաքելու։ Ընդդիմությունը առավել եւս չի հավաքելու։ Փաշինյանը գոնե վարչական եւ մեդիա ռեսուրս ունի։ Ընդդիմությունը ոչ մեկը ոչ մյուսը ունի։ Այսինքն լինելու է, եթե լինի իշխանության հաղթանակը պարզ է պետք է լինի իշխանությունը պլյուս, Երևանի քաղաքապետի ընտրության ձևաչափով է լինելու, եթե իշխանությունը հաղթեց, եթե ընդդիմությունը հաղթեց Գյումրի քաղաքապետի ընտրության ձևաչափով է լինելու, հա։ Մի քանի ուժերի համախմբման արդյունքում։ Այո, Գյումրիում 4 ուժ է համախմբվել։ Հիմա եթե այս ուժերը չեն կարող իրար հետ համագործակցել, ապա մենք տեսնում ենք, որ դա չի ստացվելու, Գոնե մեկ ուժը փոկվեց, Երևանի պես է լինելու։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ հասարակական կարծիքը կիսված է, հա։ Հասարակությունը ապակողմնորոշված է։ Ընդդիմությունը շատ པարզ մեսեջներով հանդես գալ չի կարող։ Լավ ունակություն չունի մեդիա դաշտի հետ աշխատելու, հատկապես նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու տեսանկյունից իշխանությունը առաջ է, հա։ Եվ այսպիսով ընդդիմությունը պետք է ինչքան հնարավոր է փորձի ամուր աշխատել, որովհետև հասկանում եմ, որ կան դժգոհություններ եւ այլն, բայց շատ ճիշտ ժամանակն է դա հաղթահարելու։ Գուցե ամեն ինչը ինչ եղել է, ասվել է եւ այլն անցած է, բայց այս պայծությամբ դա շարունակել իմ կարծիքով երկրին չի նպաստում, ընդդիմությանը չի նպաստում եւ նպաստում է միայն իշխանություններին։ Եվ պարոն Միքայելյան, քանի որ ընդդիմության դաշտում են այս հարցի շուրջ տեսակետները տարբեր, մի թևը պնդում է, որ Փաշինյանին պետք է ընտրությունների միջոցով հեռացնել, մյուս թևը փողոցային պայքարի կողմնակից է, տարբեր ձևակերպումներ կան այս կապակցությամբ, անձամբ դուք որ տարբերակին եք կողմնակից եւ որն եք առավել իրատեսական համարում գործող իշխանությանը հեռացնելու հարցում։ Նախ այս իշխանությունը առհասարակ այս Հայաստանի Առհասարակ ես կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ոչ թե իշխանության հեռացնելու մասին, այլ ապագա քաղաքականության մասին։ Ինչն է ստեղ տարբեր։ Պարզ է, որ այս իշխանությունը տանելու է թուրքամետ քաղաքականությունը։ Ստեղ արդեն երկրորդ կարծիք չկա։ Այսպիսով այս իշխանության պահպանումը Հայաստանի համար վտանգավոր է։ Բայց ամեն դեպքում ես չի խոսա ուղղակի անձերի մասին, իմ համար անձերը երկրորդական են, առաջնային նպատակն է, այսինքն ինչ նպատակ պետք է դնի Հայաստանի Հանրապետությունը,
հա, ոչ թե այստեղ կուսակցությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ եթե կա Հայաստանի Հանրապետություն որպես սուբյեկտ եւ միասնական կամքով Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա, ապա այստեղ գալիս է հարցը, թե ինչ մեծ հաշվով ծրագրի մասին պետք է խոսան ընդդիմադիր ուժերը եւ առհասարակ հասարակությունը։ Ինչի հետևից պետք է գնա, ինչ պետք է արվի, ինչպես պետք է ապահովել Հայաստանի անվտանգությունը, անկախությունը, առաջխաղացումը, տնտեսական իրավիճակը բարելավումը եւ այլն եւ միջազգային իրավիճակի բարելավումը Հայաստանի համար, հա, տենց եւ իդեպ եւս ժողովրդագրական խնդրի լուծումը կամ գոնե կառավարումը։ Հա, այս խնդիրները օրինակ, հա, ինչպես է լուծվում։ Պետք է սա քննարկվի, հետեւաբար պետք է կադրերը ընտրվեն, հետեւաբար պետք է արդեն մտածենք, թե ասենք ինչ ձևաչափով պետք է գործենք։ Հիմա փողոցով թե ընտրությամբ նախ թե առաջին սցենարը, թե երկրորդ սցենարը ենթադրում է բավականին լայն զանգվածների միավորումը եւ աջակցությունը այդ օրակարգին։ Եվ այստեղ առաջին պլանին գալիս է հարց, թե ինչպես ընդդիմությունը առհասարակ ապահովում է հասարակական կարծիքի փոփոխություն, որովհետեւ հիմա մենք ունենք խոշոր հաշվով 3 հիմնական քաղաքական կլաստեր տեսանկյուններից ելնելով, հա։ Առաջինը դա իշխանամետ դիրքորոշումն է, երկրորդը դա ընդդիմադիր դիրքորոշումն է եւ երրորդը դա այսպես կոչված ոչ նախկին ոչ ներկա։ Քանակապես այդ երրորդը գերիշխում է, ամենամեծն է։ Ավելին ասեմ, այդ ոչ նախկին ոչ ներկան եւս կարելի է երկու մասի բաժանել։ Առաջինը, որը փնտրում է նոր ուժ կամ ուրիշ ուժ եւ հարում է այստեղին ուժին եւ այստեղ արդեն սպոյլերների հարց է առաջ մղվում տարբեր քաղաքական ուժեր, այդում նոր ինչ որ մերիտոկրատական կուսակցություն եւ այլն հանդես են գալիս, որպեսզի նմանատիպ քաղաքական այո, որպեսզի քիչ-քիչ այդ դաշտից վերցնեն եւ արդեն առաջ խաղան։ Մենք տեսնում ենք արդեն հարցումներով էլ եւ ամեն ձևաչափով մենք տեսնում ենք նոր ուժերը ստեղ գալիս են եւ երկրորդ խումբը մարդկանց, ովքեր ուղղակի ասում են, դե լավ, այս քաղաքականությունից հոգնել ենք, ել չենք մասնակցելու, այսինքն քաղաքական աբսենտեիզմ են ցույց տալու եւ այսպիսով այստեղ հետեւյալ խնդիր կա։ Ընդդիմությունը ունի խնդիր այդ пассивացած քաղաքացիներին ակտիվացնել, այն քաղաքացիներին, որոնք փնտրում են նոր ուժ, իրենց համար adekvat առաջարկ տալ, իր դիրքերը ավելի ամրացնել աջակիցների շրջանակում եւ իշխանամետ մարդկանց բացատրել, որ այդ մարդիկ սխալ կողմնորոշում ունեն։ Եթե ընդդիմությունը կարող է այդ խնդիրը լուծել, արդեն տեխնոլոգիան, թե ինչպես է իշխանությունը փոխվում, դառնում է իմ կարծիքով երկրորդական։ Իմ կարծիքով առաջնային քայլերը, որոնք պետք է արվեն, պետք է չեն արվել։ Հետևաբար այդ երկրորդական քայլերը տեխնոլոգիան իշխանության փոփոխության քննարկել էսպայդությամբ անիմաստ է դառնում։ Եվ նաև հակիրճ անդրադառնանք Ռուսաստանի աջակցությանը հնարավոր իշխանափոխության գործընթացին, գիտենք իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, հատկապես Ռուսաստանի աջակցությունը վայելելու մեջ, ընդդիմադիր որոշ շրջանակներ էլ պնդում են, որ նույն գործող իշխանությունը 2021 թվին մասնավորապես Ռուսաստանի գործուն աջակցությամբ կարողացավ վերարտադրվել ու պահպանել իշխանությունը։ Այս պահի դրությամբ, եթե դատենք Ռուսաստանի դիրքորոշումը ինչպիսին է ձեր գնահատմամբ։ Նախ Հայաստանում իշխանության լինելիությունը եւ իշխանության բախտը, այսպես ասած, որոշում է ոչ միայն Ռուսաստանը, այլ օրինակ Արևմուտքը։ Դեսպանությունների քանակը մեծ է, կազմակերպությունների քանակը մեծ է, լրատվամիջոցների քանակը մեծ է եւ այդ ամեն ինչը էականորեն գերիշխում է Ռուսաստանին, հա։ Եվ այս գործոնը անտեսել իմ կարծիքով սխալ է։ Եվ երբ որ մի տարի առաջ, երբ որ հունիսին այդ ընդդիմադիր շարժման ծրման եւ շատ կտրուկ գործողություններից հետո Բաղրամյանի պողոտայում ռուսաձայնային նռնակների մասին է խոսքը։ Այդ թվում դրանից հետո հանդես է գալիս Եվրամիության ներկայացուցիչը Հայաստանում, որը ասում է, դե դա մարտի 1-ից ավելի լավ է։ Այսինքն Նահանգների դեսպանատունն է ցուցարարներին է մեղադրում, նշում է ոչ բոլոր դեպքերում էին խաղաղ։ Իդեպ մարտի 1-ի հետ համեմատեմ, ցուցարարները 2024 թվականին եղել են հանգիստ, մարտի 1-ին շատ ագրեսիվ։ Ամեն դեպքում այդ տարբերությունը կա եւ անտեսել չի կարելի։ Բայց ինչևէ, եթե նման մենք տեսնում ենք, որ Փաշինյանին իշխանության նախ բերել են եւ աջակցել են Արևմուտքը, եւ մինչեւ հիմա հիմնականում Արևմուտքի աջակցությամբ են մնում։ Ռուսական գործոնը եղել է եւ մնում է երկրորդական, որովհետեւ Ռուսաստանը շատ հաջողակ վաղուց չի եղել սովետի, այսպես ասած,
երևի 30-ականներից 40-ականներից հետո Ռուսաստանը երբեք հաջողակ չի եղել իշխանապողությունների մեջ։ Կարելի է հիշել մի 10 տարի առաջ փորձ կար Չեռնոգորիայում իշխանությունը փոխելու եւ տապալվել է այդ փորձը։ Համենայն դեպս Չեռնոգորիայի հատուկ ծառայությունները մեղադրեցին Ռուսաստանին ներքին գործերի մեջ խառնվելու, բայց Արևմուտքը անդադար ներքին գործերի մեջ խառնվում է եւ մասնակցում է այդ գործընթացին։ Այսպիսով սա անտեսել չի կարելի։ Երկրորդը, մենք տեսել ենք, որ Թուրքիայի իշխանությունները անթակույց աջակցում են Փաշինյանին։ Հիմա Daily Mirror-ում օրինակ տարածվել է հոդված, որ Փաշինյանին պարգևել է ինչ-որ պարգևներ Ադրբեջանից, ոչ թե Փաշինյանին, այլ Ալեն Սիմոնյանին եւ Արմեն Գրիգորյանին, եթե չեմ սխալվում։ Սա իհարկե ստուգելու կարիք ունի, բայց ամեն դեպքում ստեղ լուրջ հարցեր կան։ Բացի այդ, մենք կարող ենք հիշել 2021 թվականին, երբ որ գլխավոր շտաբը Հայաստանի հայտարարել է, որ Փաշինյանը պետք է գնա, միայն խոսքերով էր հայտարարությունը, Թուրքիայից շատ լուրջ աջակցություն եղավ, ընդհուպ մինչև սպառնալիքներ ռազմական ուժ գործադրելու, այսինքն Թուրքիան եւ իդեպ Էրդողանը էլի մի քանի անգամ հայտարարել է, որ Փաշինյանին աջակցում է։ Ամբողջ աշխարհում այդ միջադեպը միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները որպես հեղաշրջման փորձ որակեցին, որևէ այլ երկիր ես չեմ հիշում, որ նման հայտարարությամբ հանդես եկած լիներ այդ օրերին։ Եվ այսպիսով մենք տեսնում ենք իրավիճակ, երբ Փաշինյանը անթակույց աջակցություն ունի Արևմուտքից եւ Թուրքիայից, ռուսական գործոնը դեռ կողմնորոշված չէ։ Պարզ է, որ այսօրվա հարաբերությունների ֆոնին Ռուսաստանը այս իշխանությունների դեմ է լինելու, բայց այդտեղ ուրիշ հարց է գալիս։ Մի բան դեմ լինել դա ուղղակի հասարակական կարծիք կամ քաղաքական կարծիք է, այսինքն նրանց դուր չի գալիս։ Երկրորդը ինչ են ձեռնարկելու, այսինքն ինչ է ձեռնարկելու Ռուսաստանը։ Ինչպես իշխանական ֆեյքերը տարածում են, որ 12000 վագներական է ուղարկելու Հայաստան, որպեսզի նրանք հեղաշրջում անել, հիբրիդային պատերազմ սկսեն եւ այլն, այսինքն այստեղ գալիս է հարցը, թե ինչ ինստրումենտներ Ռուսաստանը պետք է ձեռնարկի, որպեսզի փոխի իշխանությունը Հայաստանում։ Եվ մանավանդ այն ֆոնին, երբ իշխանությունը փորձում են պահպանել արևմտյան շրջանակները, Թուրքիան եւ այլն, ելի իրանց տարբեր հիբրիդային ձևաչափով։ Այսինքն ճիշտ եմ հասկանում ձեզ ներողություն, որ որոշողը առնվազն միայն Ռուսաստանը չի լինելու։ Ռուսաստանը նույնիսկ ես կասեի երկրորդական, երրորդական դերում է հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները։ Այսպիսով ես կարծում եմ, որ ընդհանրապես այս խոսակցությունը ու այս տրամաբանությունը մի քիչ անլուրջ է։ Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան։ Շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Կհանդիպենք։